Իր ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր գրադարաններում։ Այսօր մենք ենք այցելել Հայաստանի ազգային գրադարան, որպեսզի կարդանք, թերթենք, ծանոթանանք իր գրքերին։ Մենք այսօր խոսելու ենք Գեղամ Սևանի մասին եւ մեր այս հաղորդումը մենք նվիրում ենք իր 100-ամյա տարելիցին։ Գեղամ Սևանը բացառիկ դեր է կատարել հայ գրականության պատմության մեջ եւ իբրև գեղարվեստական գործերի հեղինակ եւ իբրև գրականագետ։ Եվ այսպես ազգային գրադարանում թերթում ենք իր գրքերը։ Սև ծովը նույնն է միշտ։ Գիրք, որ շատ հետաքրքիր է եւ կարծում եմ, որ այս գիրքը կարող է օգտակար լինել մեր երիտասարդ ընթերցողներին։ Ագռավները թարեցան հաջորդ գիրքը, որ հաճույքով պիտի թերթենք եւ մեր թողարկումների ընթացքում պիտի ծանոթանանք այլ գրքերի եւս գեղարվեստական գրքեր են Բյուրեղյա դղյակ, Գեղամ Սևանն է հեղինակը եւ իր գրքերի այս բաժինը ամբողջովին իր գեղարվեստական գործերն են, ամեն մարդ իր ճանապարհով։ Արդեն հասանք հայրենիքում, խորհրդային Հայաստանում տպագրված գրքերին 60-ական թվականներից հետո Գեղամ Սևանը հաստատվել է Հայաստանում եւ ակտիվ դեր է կատարել մեր գրականության մեջ։ Գեղամ Սևան հայոց թաղը եւ շատ հետաքրքրական գեղարվեստական երգ, որ մեր ընթերցողներին անպայման կհետաքրքրի։ Հաջորդ գիրքը Հող եւ սեր շատ կարևոր մի աշխատանք է, որ ժամանակին տպագրվեց բարձր տպաքանակով, այնուհետև Գեղամ Սևանի լավագույն ստեղծագործություններից մեկն է դուք հիմա տեսնում, թերթում ենք իր գրքերը, ծանոթանում ենք իր կանաչ անապատին, էրի գեղարվեստական գրականությունը, Հող եւ սեր, 3 սերունդ, կանաչ անապատ, ծիծեռնակները ցածեն անցան, ահա այս հատորը դուք տեսնում եք էկրանի, ծիծեռնակները ցածեն անցան, ինչու եւ ինչի համար, շատ հետաքրքրական գեղարվեստական գործ իր ուրույն հետաքրքիր գաղափարներով, ինչ որ շատ բնորոշ է Գեղամ Սևանին։ Հաջորդ գիրքը արդեն իր կազմած գիրքն է, Սփյուռքահայ պատմվածք, երկրորդ հատորն է, շատ հետաքրքրական ծավալուն մի աշխատանք, որ կազմել է, բառարանը գրել, կենսագրականները գրել Գեղամ Սևանը, Սմբատ Փանոսյան Սեր որ ջին չուներ կազմեց, նախաբան խոսքը գրեց Գեղամ Սևանը, Վազգեն Շուշանյան մենագրական աշխատություն նվիրված հայ գրականության դասական Վազգեն Շուշանյանին, Կարնիկ Ադդարյան կրկին սփյուռքահայ գրականության երևելի դեմքերից մեկը, ում անդրադարձել է Գեղամ Սևանը եւ ինձ համար ու կարծում եմ բոլորիս համար, բոլոր սփյուռքահայերի համար անչափ կարեւոր մի աշխատանք հայրենիք սփյուռք գրական կապերը, որ բացառիկ կարեւոր աշխատանք է եւ արժանի է ուշադրության։ Մի կողմից շատ հարուստ է Գեղամ Սևանի կենսագրությունը, մյուս կողմից բավականին պարզ ու շատերին բնորոշ, կասեմ անկեղծորեն։ Ծնվել է 1926 թվականի հունվարի 8-ին Որսում, սովորել է տեղի Վիեննայի Մխիթարյանների վարժարանում, ապա կրթություն շարունակել իրավաբանական համալսարանում, 1949 թվականին փոխադրվել է Լիբանան, Բեյրութ, որ սփյուռքահայ մշակութային կյանքի կենտրոնն էր, մայրաքաղաքներից մեկը, Էրի Մխիթարյան վարժարանում աշխատել որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ 1962 թվականից սկսվում է Գեղամ Սևանի կենսագրության, կասենք վստահաբար ամենից արդյունավետ եւ նշանակալի շրջանը ներգաղթում է խորհրդային Հայաստան։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1962 թվականից մինչև իր մահը աշխատել Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1968-ին Վազգեն Շուշանյան թեմայով դիսերտացիա է պաշտպանել, ստացել բանասիրության տեխնացուի գիտական աստիճան,
իսկ 1983 թվականին դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր։ Մահկանացուն Գեգամ Սևանը կնքեց 1991 թվականին։ Նրա կյանքը ուղղված էր մեկ կարևոր խնդրի՝ խոսել Սփյուռքի մասին եւ իր գեղարվեստական գործերի մեջ եւ գիտական աշխատություններում ներկայացնել սփյուռքահայության կյանքը, պոլսահայերի կյանքը, իսկ գեղարվեստական երկերի առանցքը, հիմնական գաղափարը, որ արժանավոր մեր հայրենիքուն ողջևորել է ոչ կյանքում, ազգային արժանապատվության պահպանումն էր, որի ջատագովն էր ինքը Գեգամ Սևանը։ Նա ձգտում էր մարդկային հարաբերությունների հոգեբանական նուրբ վերլուծությունների միջոցով անկեղծ պատում, մտերմիկ շունչ առաջ բերել գեղարվեստական գրականության մեջ, եւ այդ է պատճառը, որ այսօր իսկ իր գործերը ունեն արդիական նշանակություն եւ շատ օգտակար կարող են եւ Սփյուռքի հայությանը եւ հայաստանցի ընթերցողներին։ Մենք չմոլորվեցինք այս հսկայական ժառանգության մեջ, որից սկսենք, ինչպես սկսենք, որովհետև կարծում եմ, որ Գեգամ Սևանի գրական ժառանգության արժույթի բաժինը կամ հիմնական արժեքը իր գրականագիտական գործերն են։ Մենք գործ ունենք գրականագետ Գեգամ Սևանի հետ եւ մենք գործ ունենք գրող Գեգամ Սևանի հետ։ Դուք կարող եք մտորել կամ հարցնել, արդյոք գրողը չի խանգարել գրականագետին եւ արդյոք գրականագետը չի խանգարել գրողին, պատասխան ասեմ միանշանակ, այն որ գրող էր գեղարվեստական պատկերների միջոցով մտածող, ահա այդ տաղանդը օգնել է Գեգամ Սևանին իր գրականագիտական աշխատանքների մեջ եւ այսօր ես դա կփորձեմ ցույց տալ մի շարք գրքեր ձեզ ներկայացնելով։ Ուզում եմ սկսել սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր հատորից, որ իսկապես գլուխգործոցի արժեք ունի այս հատորը, սիրելի բարեկամներ, եւ թերթելով գիրքը մենք շատ լավ պատկերացում ենք կազմում սփյուռքահայ գրականության մասին։ Առաջին հատորը ընդգրկել է 1920-1945 թվականները, որը կարող ենք ասել սփյուռքահայ գրականության ձևավորման շրջանն էր։ Այս շրջանը բավականին դժվար էր եւ Գեգամ Սևանը շատ ճշգրիտ կերպով ներկայացնում է ձևավորման շրջանը 20-ական թվականներ, երբ Չարենցը փորձում էր եւ տեսեք ինչ է գրել Չարենցը եւ այս խոսքերը ինչպես է մեկնաբանում Գեգամ Սևանը, որքան ողորմելի էր այստեղ հայ գաղութի կյանքը, դժվար է պատկերացնել, նկատել է Եղիշե Չարենցը։ Մարդիկ պարզապես քարշ են տալիս վերային գոյություն, վախեցած երկրից, նրա կարգերից, ամեն ինչից, ոչ ժողով, ոչ դասախոսություն։ Ես այստեղ, ասում է Չարենցը, հանդիպեցի մտավորականների հետ խեղճ, ծեծված, վերային գոյություններ էին դրանք, որոնց աչքերում սարսափն ու գծնությունը պսպողում են ու հայցում։ Չարենցի դիտարկումը ճիշտ է, որովհետև դա մեր ամենից ծանր շրջանն էր, եղեռնազուրկ ժողովուրդ, որը չգիտեր իր ապագան ինչ է լինելու։ Եվ ահա, այս պայմաններում սկիզբ առավ սփյուռքահայ գրականությունը մի խոր ու մեծ արժեք, որին երկու հատոր է նվիրել Գեգամ Սևանը։ Մեր գրականության մեջ այս նեղությունների հետ միաժամանակ նաև երկրորդ խնդիրը առաջացավ եւ որը եւս դարձել է նյութ քննության Գեգամ Սևանի աշխատության մեջ, երբ փորձեր էին անում մեր ժողովրդին ու մեր հասարակությանը տրամադրել որևէ ուղղությամբ, մասնավորապես ինչպես Շիրվանզադերն են նկատել ժամանակին, այսօր փորձեր են լինում հայ ժողովրդին մղել ռուս ժողովրդի դեմ, մոռացվում է, որ դա այն ազգն է, որի հաղթական սվինը ազատեց կովկասցի հայ ժողովրդին, ազգային ու մարդկային անպատվություններից փրկեց վերջնական կործանումից։ Սա Շիրվանզադեի կարծիքն է, որին ձայնակցում է Ավետիք Իսահակյանը, որ նույնպես խոհեմաբար մտածում էր, որ մենք ոչ թե թշնամի պիտի փնտրենք, այլ պիտի բարեկամներ կերտենք, բարեկամներ փնտրենք, բարեկամներ ստեղծենք, եւ սա պիտի դառնա վերածնվող Հայաստանի գլխավոր ուղին։ Ինչպես տեսնում եք, սփյուռքահայ գրականության մեջ եւ հայ գրականության մեջ այս խնդիրները լուծվում են եւ այս խնդիրներին շատ կարևոր անդրադառնում է Գեգամ Սևանը։ Գրական քննադատությանն է անդրադառնում մեր գրող գրականագետը եւ տեսեք ինչ հրաշալի մեկնաբանություն է հնչում գրքում, համաստեղը գրիչ էր այս բառի ազնիվ եւ տոհմիկ
իմաստով կան գրողներ եւ կան գրիչներ։ Միտքը պատկանում է Արշակ Չոպանյանին եւ Սփյուռքահայ գրականության մի կարևոր հանգրվանն էլ դա էր փնտրել իսկական տաղանդներ, իսկական գրողներ փնտրել։ Ճանապարհ ենք անցնում, գրականության պատմությունը շատ հետաքրքիր է եւ նորից դժվարություններ ու նորից նեղություններ, մասնավորապես Շավարշ Նարդունին այստեղ գրականության պատմության այս գրքում բողոքում է մեր սխալ կեցվածքից, մեզ բսկտեցին ուրիշները, ասում է Նարդունին, փոքրացրին մեզ, փրցուցին մեզ, մեր հոգին, ինչպես ծաղիկը թարամեց, նետեցին մեզ օտար երկիրներ ու հիմա ափսոս մեր ժողովուրդը ինքզինքը կբզկտե, եղբայրը, եղբոր արյունը կգողնա եւ այս ամեն ինչը վերջ չունի։ Ինչպես տեսնում եք, մեր գրողները անդրադարձել են ազգային ցավերին, ճիշտ, արդար խոսքով, մեզ ուրիշները բզկտեցին։ Ափսոս, որ մեր փոքր ժողովուրդը բողոքում է հայ գրողը ինքզինքը այսօր կբզկտե։ Ինչպես տեսնում եք, շատ հետաքրքիր գրականության պատմություն է ստեղծել Գեղամսևանը, որտեղ քննվում են տարբեր ուղղություններ, կարոտի գրականություն, նահանջի երգ եւ ահա հռչակավոր հանճարեղ Շահանշահնուրը կնահանջեն ծնողքը, որդի, քերի, փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական սեր, կնահանջել լեզուն, ահազանգում է Շահնուրը, կնահանջել լեզուն, եւ մենք դեռ կնահանջենք բանիվ եւ գործով, կամա ու ակամա, գիտությամբ ու անգիտությամբ, մեղա Հայաստանին, Շահան Շահնուր։ Ես տեսնում եք, ես կարծում եմ ճիշտ գնահատեցի, որ գրող Գեղամսևանը օգնել է գրականագետ Գեղամսևանին եւ նրա գրականագիտական աշխատանքները դուք կարող եք կարդալ իբրև գեղարվեստական գրքեր։ Ամենակարևոր գլուխներից մեկը Սփյուռքահայ գրականության պատմության մեջ ավանդների վերականգնման ուղիով շատ հետաքրքրական է։ Գեղամսևանը, որ ինքը հետևում էր դասական ավանդույթներին, այս խնդիրը արտեսնում է արծարծված սփյուռքահայ գրականության պատմության մեջ։ Հետաքրքիր է, որ սփյուռքահայ գրականության եւ արևմտահայ գրականության տարբերությունը, որ դուք գիտեք, բայց սփյուռքահայ գրականությունը աշխատեց այն լավագույն ավանդույթները, որ կային արևմտահայ գրականության մեջ, շարունակել, վերցնել եւ այդ հիման վրա ստեղծել նոր գրականություն։ Ահա ինչու մենք սփյուռքի գրականության մեջ ունեցանք դասականներ։ Տեսեք, ինչ ոճեր են շարունակվել սփյուռքահայ գրականության մեջ։ Բույն մնայվածք, փունջ մը ժպիտ, քուրամը խոսք, դյութեց իմ սիրտ։ Սա մի ոճն է Պետրոս Դուրյան, դուք ճանաչեցիք, ապա մեծարենց, այս իշեր տոն է հոգվույս կիրակի, համբույրներ կուգան, հովեն ու ծովեն, բայց լույսն իմ հոգվույս ճիշտ կմաշի, շթունքս են ծարավ միակ համբույրին։ Դիտարկումը շատ ճիշտ է, այս բոլոր ոճերը, ովքեր գրականություն սիրում են ու կարդում են, նրանք տեսել են արևմտահայ գրականության մեջ եւ հատկապես Վահան Թեքեյանի ստեղծագործության մեջ։ Վահան Թեքեյանը գիտեք արևմտահայ գրականության վերջին եւ սփյուռքահայ գրականության առաջին մեծ գրողն է, իր ստեղծագործության մեջ դա բնականաբար պիտի լիարժեքորեն արտահայտվեր։ Գեղամսևանը ճիշտ օրինակ է վերում, աղվորն անոնք են միայն, որ տեն չանքիտ ընդմեջ են, անցան, կացին ու հիմա չես հեռու են կկանչեն։ Ահա այսպես է գրականության պատմություն կերտում Գեղամսևանը, իմ սիրելի հեղինակը, ես իր գրքերը կարդում եմ մեծ հաճույքով եւ ուզում եմ հիմա ձեզ հետ կիսվել նաեւ այդ իր գրքերի զգացումներով։ Վերածնված հայրենիք, ահա գրքի մյուս կարևոր մոտիվը, որ Գեղամսևանը բերում է, շեշտելով հետեւյալ կամ հիշեցնելով պատմական այս իրողությունը, 1920 թվականին Հայաստանի Ռևկոմը պետական լեզուն հայտարարեց հայերենը, այնուհետև կառավարության ղեկավար Ալեքսանդր Միասնիկյանի նախաձեռնությամբ 1921 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակում է հատուկ դեկրետ գրական գեղարվեստական աշխատավորների ապահովության մասին։ Խորհրդային Հայաստանը իր գոյությունը սկսում է այս զարմանալի սիրով մտավորականության նկատմամբ հիմնել Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից գրական գեղարվեստական ֆոնդ, մինչև առաջիկա հունվարի 1-ը հատկացնել այդ նպատակին 1 միլիարդ
ռուբլի խորհրդային դրամ, դա հսկայական գումար էր, եւ այդ դեկրետի համաձայն մշտական կենսաթոշակ նշանակել հայ գրականության եւ արվեստի նշանավոր ներկայացուցիչներին, վաստակավորների շարքում էին Թումանյանը, Շիրվազադեն, Իսահակյանը, Հովանես Հովանեսյանը, Լեոն Դեմիրճյանը, Նարդոսը, Լևոն Շանթը, Մարտիրոս Սարյանը չշարունակեն։ Արդեն պարզ է, թե խորհրդային Հայաստանը ինչ գուրգուրանքով, ինչ սիրով իր զավակներին գնահատել գիտեր, իր զավակներին սիրել գիտեր եւ ամփոփելով Սփյուռք հայ գրականության պատմության առաջին հատորի բովանդակությունը պիտի ձեզ նորից հիշեցնեմ, որ հիմնական ուղղությունները, որ գրականագետը նշում է, դա կարոտի գրականությունն է, նահանջի երգ, որը օբյեկտիվորեն արկա էր եւ պատճառ կար դրա համար, այնուհետեւ ավանդների վերականգնման խնդիրը, որը դարձավ սփյուռքահայ գրականության վերելքի շրջան։ Այս հատորի մեջ դուք կհանդիպեք սքանչերի հեղինակների, համաստեղ Վազգեն Շուշանյան, Շահան Շահնուր, Կոստանզարյան, Մուշեղ Իշխան, ահա թե վերածնված գրականությունը, սփյուռքահայ գրականությունը ինչ անուններով շողշողաց եւ սկսվեց։ Գեգամ Սևանի երկհատոր աշխատության մասին դեռ շատ կխոսեն գրականագետները, նա արժեքը կգնահատեն, որովհետեւ եզակի ուսումնասիրություն է սա։ Երկրորդ հատորը սկսվում է 1946 թվականից, հիշում եք 20-45 առաջին հատորի ժամանակաշրջանը, երկրորդ հատորը ընդգծում է 46 թվականից մինչև 1985 թվականը։ Կարծես հայոց պատմությունն ես կարդում, եւ 46 թվականը ցանկացած հայի եթե հարցնես, դա ներգաղթի շարժումն է։ Այնպիսի ոգևորություն էր առաջացել սփյուռքահայության շրջանում, որը դարձավ հենց գրականություն, եւ այն մեծ գրողները, ովքեր հայտնվեցին 40-ական թվականներից, 50-ական, 60-ական, 70-80-ական թվականներ մինչև այսօր, բոլորը ծնունդն են ահա այդ սքանչելի ոգևորիչ շարժման։ Հայրենիքը կանչում էր, արդեն 1985, երբ Հայրենիք Սփյուռք խորհրդաժողով էր, Ալիսիա Կիրակոսյանը շատ երիտասարդ ելույթ ունեցավ այդ համագումարում, համաժողովում եւ ասաց բոլոր հայերի հայրենիքն է Հայաստանը, այդպիսի ուրախություն, երջանկություն, հպարտություն էր առաջացել, այդ մեկ հատիկ նախատես Հայաստանը բոլորիս հայրենիքն է, որ դա գրականության մեջ պիտի անպայման արտացոլվեր եւ արտացոլվեց։ Ահա այսպես է սկսում երկրորդ հատորը, Գեգամ Սևյանի սիրելի բարեկամներ, որ այստեղ կա նաև 1946 թվականին գրողների երկրորդ համագումարը, Ավետ Իսահակյանի ճառը, գրողների ելույթները եւ երկիրը իր զարգացումը մենք հպարտանում ենք այսօր խորհրդային Հայաստանի ձեռքբերումներով, բայց այդ ձեռքբերումների հիմքը դրել էին հայ գրողները, ինչով ոգու այդ պորտկումը, որը բերվեց գրականություն, դա չէր կարող չարտահայտվել տնտեսության, պաշտպանության, գիտության բոլոր բնագավառներում։ Ահա հայ գրականության վսեմայգույն արժեքը մեր կյանքի համար եւ անդրադառնալով իր խնդիրներին գրական Գեգամ Սևանը մշտապես հենվել է ժամանակի հայ գրականագիտության նշանավոր դրույթների վրա, մասնավորապես այստեղ դուք կտեսնեք այս հատորում բազմաթիվ անդրադարձներ ժամանակի գրականագետներին, Սուրեն Աղաբաբյանի մասին է խոսքը, Էդվարդ Ջրբաշյանի մասին է խոսքը եւ քննադատը մեջ բերում է Ջրբաշյանի խոսքը, որ քաղաքային տեսարանները մեծարենցի բանաստեղծության համար նյութ չդարձան։ Մեծարենցի աշխարհը գնում է դեպի մաքուր, երանելի, ռոմանտիկ բնաշխարհ, գյուղաշխարհ, որը սփյուռքահայ գրականության համար պիտի դառնար ուղենշային։ Շատ ուրիշ գրականագետներ ներկա են այս աշխատության մեջ, որը խոսում է Գեգամ Սևանի գիտական պարկեշտության մասին, երբ քննում է Վահե Հայկի ստեղծագործությունը, Սարգիս Վահագնի ստեղծագործին անդրադարձ է կատարում ժամանակակից գրականագետների եւ գրական քննադատների հիմնադրույթներին։ Եվ գրքում կարևոր դեմքերից մեկը, որ հայտնում է այստեղ, Հակոբ Կարապենցն է։ Հակոբ Կարապենցի ստեղծագործությունը առանցին գրքեր գնահատում են, ներկայացում է գրողի վաստակը մեր գրականության համար, ինչ որ բացառիկ կարևոր եմ ես համարում։ Ալիսիա Կիրակոսյան, որը նույնպես հայտնում է այդ գրքում եւ նրա վաստակը գնահատվում է, ու շարունակելով խոսքս պիտի ասեմ հետեւյալը, որ այն ինչ որ մենք կարդում ենք սփյուռքահայ գրականության մեջ,
այդ գրականությունը արդար է եղել ժողովրդի հետ։ Մասնավորապես անդրադարձ կա Էդվարդ Բոյաջյանի, հայտնի գրող Էդվարդ Բոյաջյանին, որը պահանջում էր գրողի ճշմարիտ խոսք ասել։ Որպես գրող պետք է ճշմարտություններ ասեինք մեր ժողովրդին, չասինք դժգոհում է Բոյաջյանը։ Եվ շարունակում է, անտեսելով ու արհամարելով ուղղակի իրականությունը, չարիք միայն հասցուցինք զանգվածին, որ իր գրչի նվիրյալներն կպահանջեր հակառակ, այսինքն ճշմարտություն էր պահանջում։ Դուք տեսնում եք ինչ զորավոր ոչի է եղել, որովհետև այսպես խոսել կարող է միայն տաղանդավոր գրողը, որը սիրում է ճշմարտությունը կահաբեկ է մեզի։ Ահա թե ինչ խոսք չէին չեսնում հայ գրողները եւ երբեմն դատապարտում էին իրենց գործունեությունը լռելու, համակերպվելու պատրաստ հոգիներին էին դատապարտում, գրական դատապարտելու սերունդ, որը գաղութահայ կյանքը խնջույքի վերածայց, մեծ ու փոքր հեղինակություններեն, հավատարմության այլազան, զանազան պատրվակներով առաջ քաշելով։ Ահա արդար ու ազնիվ գրականություն, որը ներկայացված է Գեղամսևանի հրաշալի աշխատանքի մեջ, այստեղ դուք կտեսնեք շարունակվող կարոտի գրականություն, հիշում եք առաջին հատորից, նոր կարոտի գրականություն, հանուն հայրենիքի, պատվանդանված հայրենիքով, հանուն հավատի ու սեփական արժանապատվության, սրանք գաղափարներն են, որոնք առկա են սփյուռք հայ գրականության մեջ, հանուն հայապահպանման, մարդերգություն, սա են եղել հիմնական ուղղությունները, որ հայտնաբերում է գիտնականը։ Այստեղ սքանչելի անուններ կան, այստեղ Սիմոն Սիմոնյանն է, Հակոբ Կարապետյան Արտանասացի, Հակոբ Ասատուրյան, Ալիսիա Կիրակոսյան, Էդվարդ Բոյաջյան, Պողոս Սնապյան, Մուշեղ Իշխան։ Փառահեղ հատոր է ստացվել եւ անպայման խորհուրդ եմ տալիս ընթերցել այս հատորը։ Ես զրույցի սկզբում ասացի, որ Գեղամսևան գրողը ոչ թե խանգարել է, այլ օգնել է գրականագետին եւ իր գրականագիտական աշխատանքները զգալի չափով գեղարվեստական գործեր են։ Իմ երիտասարդ բարեկամներից շատերը խոստովանում են ու ուսանողներից շատերը, որ Հակոբ Մնձուրի սիրել են Գեղամսևանի այս գրքի շնորհիվ։ Առաջին գործերից մեկը, որ նվիրված է Հակոբ Մնձուրուն, գիտեք, արևմտահայ փշրանքները հավաքեց Մնձուրին իր գրականության մեջ եւ կերտեց սքանչելի արժեքներ եւ մենք ուսանողական տարիներին Հակոբ Մնձուրու պատմվածքները կարդում էինք, վերափոխում էինք հացուզելուն պես, ամենասիրած մեր պատմվածքը դա էր եւ մենք փոխակերպում էինք անգամ սյուժեն, այդքան սիրել ենք Մնձուրու ստեղծագործությունը այս գրքի շնորհիվ։ Մնձուրին պատմում է եւ Գեղամսևանները վերարտադրում է դա, մենք դրամ չունեինք, մեր հարսնիքի, մեր արտերուն հացովը, մեր այգիներուն ջինիովը, մեր մեղմանոցին մեղրովը, ոչխարներին յուղովը, ըրինք մեզ խաչի կիրակի օրը, փող չկար գյուղում, եւ գյուղացիները այսպես ապրել են հաշտ ու համերաշխ, մեր հարսները parեցին, գացեք, ասեք կնքամորը, ծառը ծաղկերը, ոտոք ոչխար տիկով ջինիկ ուզեմ ձայնս մարերը կանչեցին, գյուղական անուշ մի կենցավ, որը Գեղամսևանի գրքի մեջ երգում է, պատմում է, պարում է ու մենք համակվում ենք արևմտյան Հայաստանի սքանչելի դրվագներով ու կերտում է կերպար։ Գեղամսևանը կերտում է Մնձուրու կերպարը, տեսեք ինչպես։ Ուսուցիչ Գեղամսևանն է, ուսուցիչ Մնձուրին է ասում։ Թիվ պիտի չունենայինք, ոչ 0, ոչ 10, թիվը կավերե աշակերտը, կամ բարոյականացնե, Մնձուրին այն կարծիքին էր, որ աշակերտին պետք է սիրել, աշակերտին սովորեցնել սիրել, ոչ թե նրան գնահատական դնել, պատժել ցածր կամ այլ գնահատականի համար։ Եվ այս մեթոդով ինքը եղավ լավագույն ուսուցիչ, իր դպրոցը լավագույն դպրոց, ինչը անչափ կարևոր է մեզ համար։ Ինքը սովորեց կյանքից Մնձուրին եւ այսպես աշխույժ գեղարվեստական հաճույքով դուք կարող եք կարդալ, ընթերցել Գեղամսևանի գրքերը։ Իդեպ երբ պատրաստում էինք այս հաղորդումը, մտածում էինք ինչին անդրադառնալ ու ես մտածում եմ, որ
անպայման հետաքրքրություն կլինի եւ անպայման մենք կշարունակենք մեր աշխատանքը նվիրված Եղամսեվանին, որովհետեւ ինչպես տեսնում եք, գաղափարներ սիրող հեղինակ է եւ այդ գաղափարները սփռված են ոչ միայն իր գրականագիտական աշխատանքներում, այլև գեղարվեստական երկերի մեջ։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը ես ձեզ առաջարկում եմ գրադարաններից հանեք, գտնեք, փնտրեք Եղամսեվանի եւ գեղարվեստական գործեր եւ գրականագիտական գործերը, որտեղ առաջիկայում անպայման իր 100-ամյակի արդիվ պիտի լինեն նոր անդրադարձներ եւ մենք առավել խորությամբ կանդրադառնանք հատկապես իր գեղարվեստական գրականությանը չանտեսելով նաեւ իր գրականագիտական ստեղծագործությունները։ Այսօր այսքանը սիրելի բարեկամներ, ձեզ ասացություն, միշտ նոր հանդիպում մեր գեղարվեստական գրականության սքանչելի սիրով լի այս աշխարհում։